Ողջույն, ամեն ինչ կփոխվի փետրվարին, բայց մինչ այդ այն կփլուզվի։ Ինչի մասին է խոսքը։ Կանխատեսվում է, որ Հայաստանը եւ աշխարհը 2026 թվականին անսպասելի ճակատագրի կհանդիպեն։ Մասնագետ Դրագանը զգուշացրել է, որ 2026 թվականը անցումային տարի է։ Այն հանգիստ չի անցնելու, քանի որ ամբողջ աշխարհը հայտնվելու է նոր իրականության մեջ։ Ըստ նրա, նոր դարաշրջան է սկսվում։ Տնտեսության, քաղաքականության եւ հասարակական կյանքի խոշոր վերակառուցում կլինի։ Տարվա առաջին կեսին կլինի հզոր հեղափոխական շարժում։ Մի դիմադրեք ընթացող գործընթացներին, հարմարվեք դրանց։ Տարին պահանջում է շարժում, դինամիզմ, ակտիվություն, քաջություն եւ անվախություն, ընդգծել է նա։ Դրագանը նաեւ զգուշացրել է, որ դարաշրջանների փոփոխությունը տեղի կունենա փետրվարի 17-ին եւ 20-ին։ Այն մեծ ուժով է ներխուժելու մեր կյանք, բայց նախ պետք է ամեն ինչ ոչնչացնի իր ճանապարհին։ Մենք կտեսնենք, թե ինչպես է տուժում տնտեսությունը, ինչպես են արևմտյան երկրների նախկինում ունեցած կառավարման ձևերը փլուզվում, ասել է նա։ Ըստ նրա, ամռանը հնարավոր կլինի գնահատել ինչպես տնտեսությունների, այնպես էլ համաշխարհային առաջնորդների նկատմամբ վստահության ամբողջական ավերածությունը։ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներին աննախանձելի ճակատագիր է սպասվում, ասում է Դրագանը։ Նրանց դիրքը անկայուն է, նրանք ուշադրություն չեն դարձնում էթիկային, կանխատեսում են մի աստղ, որը բումերանգով կշրջվի հենց իրենց դեմ։ Նրանց աննախանձելի ճակատագիրը վրա կհասնի ավելի շուտ, քան մենք պատկերացնում ենք, հայտարարել է նա։ Մի այլ կարևոր ամսաթիվ է օգոստոսի 12-ը, երբ տեղի կունենա արևի խավարում։ Այն կազդի երկրի վրա ապրող բոլոր մարդկանց վրա եւ առնվազն մի քանի տարի կպահանջվի այս հարցում կազմակերպվելու համար։ Այսպիսով, ինչ է սպասվում Հայաստանին ի վերջո։ Աստղաբանը նշել է, որ 2026 թվականի սկիզբը չափազանց հեղափոխական կլինի շատ երկրների համար։ Հույսը մի դրեք, որ դուք համաձայնության կհասնեք Եվրոպայի հետ։ Ամեն ինչ փոխվում է։ Դուք ոչնչի վրա հույս դնելու այլևս տարբերակ չունեք, զգուշացրել է նա հայերին։ Նույնիսկ Ամերիկայի հետ ամեն ինչ այդքան միանշանակ չէ, ասել է նա։ Հունվարի վերջից սկսած արդեն կսկսվի խոշոր տնտեսական ճգնաժամը, կառաջանան ֆինանսական խնդիրներ, բայց ժամանակի ընթացքում իրավիճակը կկարգավորվի։ Հայաստանը, ինչպես շատերն են ասում, շուտով կկարողանա վերականգնել իր նախկին համբավը եւ քարտեզային հողերը։ Հայաստանը վաղուց հրաժարվել է խոնարհվել որևէ մեկի առաջ եւ պայքարում է իր ինքնությունը պահպանելու համար, զգուշացրել է Դրագանը։